Միացյալ Նահանգները հայտնել է համաշխարհային շուկայում վենեսուելական նավթի վաճառքի մասին։ Նշվում է, որ նավթի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Միացյալ Նահանգների հաշիվներին։ Այս միջոցները կծախսվեն ամերիկյան եւ վենեսուելական ժողովրդի շահերից ելնելով եւ բացառապես կառավարության հայեցողությամբ։ Այդուհանդերձ իշխանությունները մտադիր են չեղարկել Վենեսուելայի դեմ որոշ պատժամիջոցներ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, Վաշինգտոնը սկսելով վենեսուելական նավթի վաճառքը հանում է Կարակասի պատժամիջոցների մի մասը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ներկայացուցիչների հետ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ եւ մտադիր է հանդիպել նրա հետ Սպիտակ տանը։ Թրամփի խոսքով Կոլումբիայի նախագահը բացատրել է թմրանյութերի եւ Միացյալ Նահանգների հետ ունեցած այլ անհամաձայնությունների վերաբերյալ իրավիճակը։ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգները երբեք ՆԱՏՕ-ին չի թողնի միայնակ դիմակայելու արտաքին սպառնալիքներին։ Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենա ՆԱՏՕ-ից, եթե Միացյալ Նահանգներն այնտեղ չլինի։ Ես կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն կգա մեզ օգնության, եթե մենք իսկապես նրանց կարիքն ունենանք, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՆԱՏՕ-ի, նույնիսկ եթե այն չգործի հանուն մեզ, հայտարարել է Թրամփը, նշելով, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում վերակառուցել է Միացյալ Նահանգների զինված ուժերը եւ շարունակում է այդ գործընթացը։ Նա հավելել է, որ համոզել է Դաշինքի երկրներին ավելացնել պաշտպանության ծախսերը տարեկան հնայի 2-ից մինչև 5%։ Սրան զուգահեռ Թրամփը հրամայել է Միացյալ Նահանգները դուրս բերել 66 միջազգային կազմակերպություններից, որոնք այլևս չեն սպասարկում ամերիկյան շահերը։ Բոլոր դաշնային գործակալությունները պետք է դադարեցնեն մասնակցելը եւ ֆինանսավորել ՄԱԿ-ի 31 եւ ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 մարմինների, որոնց շարքում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի միջազգային առևտրի կենտրոնը, Խաղաղապահ հանձնաժողովը, Ժողովրդավարության հիմնադրամը եւ այլն։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների վերսկսման համար դեռ հարմար պայմաններ չկան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ նրա, ներկա իրավիճակը նպաստավոր չէ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար ամերիկյան քաղաքականության պատճառով։ Նա ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից, սակայն այն պետք է վարել հարգանքով, հաշվի առնելով փոխադարձ շահերը, ինչին Սպիտակ տունն այս պահին չի ձգտում։ Միևնույն ժամանակ Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ չնայած թշնամական հռետորաբանությանը եւ Իրանի ներքին գործերին միջամտելու փորձերին, իրանական բանակի մարտական պատրաստվածությունն ավելի բարձր է, քան 2025-ի հունիսին Իսրայելի հետ հակամարտությունից առաջ։ Նա վստահեցրել է, որ երկիրը պաշտպանելու համար բանակը կգործի ամբողջ ուժով։ Հալեպում քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժեր կոալիցիայի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 5-ի, 31-ը վիրավորվել։ Հաղորդվում է, որ Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը Հալեպի բախումներից տուժած շրջաններից տարհանել է ավելի քան 3000 խաղաղ բնակիչների։